Հարգելի հեռուստադիտողներ, ERT-ի եթերում այժմ վերլուծությունների ժամանակն է եւ մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Այսօր տեղեկացնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը արդեն որոշում կայացրեց Էփշտեյնի ֆայլերը հրապարակելու մասին, այժմ քննարկում է գնում նաև Սենատում, հետո արդեն ստորագրված փաստաթուղթն ամբողջությամբ կդրվի նախագահ Թրամփի սեղանին։ Եվ այս ամեն ինչը տեղի ունեցավ Թրամփի հրահանգով եւ համաձայնությամբ, այսպես ասենք։ Պրոբլեմային էր, որ Թրամփը կարծես թե համարում է, որ ինքը պարտվեց հենց այդ Էփշտեյնի ֆայլերի պատճառով, խոսքը պարտվել ասել, նկատի ունենք հանրապետականների վերջին պարտությունները եւ սրընթաց ռեյտինգը։ Ուրեմն Թրամփը -18%, որոշ հաշվարկներով -17, որոշ հաշվարկներով -18% ռեյտինգ ունի, իսկ դա բավականին, այսպես ասում է, այսինքն այնտեղ approval rating կա մոտավորապես եթե 40-ից ցածր է, դա արդեն կատաստրոֆա է համարվում ամերիկյան նախագահների համար, իսկ հիմա Թրամփի մոտ 40-ից ցածր է։ 39, 38, 37, դուք պատկերացնեք ինչ է։ Այսինքն նախորդին -18, եթե 40-ից Չէ, -18-ը տարբերությունն է, այսինքն դրականի եւ բացասականի միջև, այսինքն, բայց այո, բայց ընդհանուր ռեյտինգը, տեսեք, օրինակի համար բնակչության 40%-ից ցածրն է համարում, որ ինքը լավ նախագահ է։ Սովորաբար միջև 50% նախագահների կառավարման ժամկետում միջև 50%, ուրեմն երբեմն մի փոքր ավել եղել են, ուրեմն ռեյտինգները, միջինը համարվում է նորմալ ռեյտինգը համարվում է 44-45%, որ դու ունես, այսինքն քեզանից դժգոհներ կան, իհարկե գործող իշխանություններից միշտ այսպես երբեք էլ միջևերջ գող չեն, բայց սովորաբար եթե 44-45% ռեյտինգ ունես, Միացյալ Նահանգներում ընդունված է, որ դու կարող ես եւ Սենատի կոնգրեսի ընտրությունները հաղթել եւ կարող ես անգամ վերընտրվել։ Դե Թրամփի պարագայում վերընտրվել չի ստացվի հասկանալի պատճառներով, բայց 44-45% ռեյտինգը այնտեղ սխալականության հաշվարկ կա, այնտեղ ի վերջո մարդիկ շատերը ինչ որ մի զանգված կա, որը արտահայտում է իր դժգոհությունը, բայց չի ուզում փոխել իշխանությունը, ուղղակի այդպես պատասխաններով արտահայտում է, այդ սխալականության ամեն ինչի հաշվարկով 44-45%-ը լիարժեք հնարավորություն է տալիս, որ դու պահպանես իշխանությունը նաև խորհրդարանում։ Եվ կարծես թե Թրամփը հասկացավ, որ դա իրան հետևելու է, հետապնդելու է, եւ ստիպված կանաչ լույս տվեց եւ տեսակ որ դուք չգիտեմ տվել եք եթերով թե չէ Մարջորի Թեյլոր Գրինի հետ կապված պատմությունը որ իր ամենահավատարիմ զինակցի որը 15 թվականից այսպես Թրամփի ամեն մի հանրապետական տիկնոջ մասին է խոսքը այո Մարջորի Թեյլոր Գրինը որ իր մագա բեյսներ է հիմնական այո եւ հիմա վերջին շրջանում Թրամփը հանեց իր աջակցությունը անվանում է Marjorie Taylor Greene, այսինքն որ այլևս պիտի չանցնի ինքը ընտրություններին։ Այո, անվանում է Marjorie Դավաճան Green, այսպես ասած, եւ Marjorie Taylor Greene-ը արդեն դեմոկրատական ալիքներում պատտվում է աստղը արդեն այսպես եւ այսպես շարունակ, հա, մի խոսքով։ Եվ այս իմաստով Թրամփը հասկացավ, որ գնալով այս Էփշտեյնի պատմությունը դառնալու է եւ նաեւ միայն նա չէ, հանրապետական կոնգրեսականները եւ սենատորները իրենց դուր չի գալի այս ամեն ինչը եւ իրանք ուզում են այդ ֆայլերը բացեն, տեսնեն։ Ընդ որում կա տեսակետ, որ Մայք Ջոնսոնն էլ չէր ուզում մինչեւ հիմա։ Այո, չէ, հենց Թրամփը ասեց բացահայտեք, արդեն շատ մեծ տարբերությամբ քվեարկել են եւ անցել է։ Հիմա երեկոյան պետք է այս պահին կարծես թե այս պահին սենատում է գնում քվեարկությունը եւ երեկոյան քանի որ կանաչ լույս է տվել Թրամփը բոլոր վերլուծաբանները ասում են որ մեծ հավանականությամբ կանցնի սենատում եւ երեկոյան կդրվի հիմա ինչն է խնդրեմ այսինքն Թրամփի սեղանին Թրամփն էլ ասել է ես կստորագրեմ հիմա ինչն է այստեղ խնդիրը դուք գիտեք ինչից հասկացավ Թրամփը որ այդ տարբերակ չունի չգիտեմ էլի այդ դրվագը տվել եք թե չէ մի փոքր սեքսուալ այսպես 18+ բովանդակությամբ արտահոսք եղավ Էփշտեյնի ֆայլերից մի դրվագ որտեղ Մարկ Էփշտեյնը ընդ որում այնքան հետաքրքրական է որ շատ ամերիկացիներ չգիտեին որ Էփշտեյնը եղբայր ունի որի անունը դե ինքը Ջեֆրի Էփշտեյնն է Մարկ Էփշտեյնը նամակ է գրում Ջեֆրի Էփշտեյնին որտեղ հարցնում է իսկ Պուտինը իսկ Ստիվ Բենոնը արդյոք գիտեք Ստիվ Բենոնը ով է էլի իր գլխավոր ստրատեջիստն է եղել Թրամփի ժամանակին եւ դուք գիտեք այդ այս ծայրահեղական այս ծայրահեղական ուրեմն այսպես ասում եմ հայացքներով
Արդյոք եւ հիմա էլ ինքը հիշում եք Ստիվ Բենոնին ազատեց քրեական պատասխանատվությունից, հիմա էլ այսպես մոտ չի թողում, բայց ասում են հանդիպում է, քննարկումներ ա ունենում, ընթրիքներ ա ունենում Ստիվ Բենոնի հետ, հիշում եք, որ անգամ Գևին Նյուսեմը կանչեց իր ոդքասթի Ստիվ Բենոնին, սաղ զարմացել էին, ոնց կարա Գևին Նյուսեմը Ստիվ Բենոնին կանչի, տարբերված երեխայացնի, եւ ինչն է հետաքրքրական այստեղ, որ այստեղ ասում է 18+, չգիտեմ ոնց այդ բանը ասեմ, որտեղ այնքան ամոթ է այդ նամակների մեջ ինչա։ Ուրեմն Մարկ Էփշտեյնը հարցնում է Ջեֆրի Էփշտեյնին, արդյոք Ստիվ Բենոնը ունի տեղեկություններ, արդյոք Պուտինը ունի այն ֆոտոները, որտեղ Թրամփը շատ սեքսուալ գործողություն է, այսպես ներկայացնում, ուժ բան չեմ կարող ասել, սեքսուալ գործողություն է անում Բիլ Քլինտոնի հետ։ Աստվածին։ Պատկերացնեք ինչ է կատարվում։ Ու այնտեղ նշված է Բուբա անունը։ Բուբան դա Բիլ էլի շատ ամերիկացիներ իմացան, որ փաստորեն Բուբան դա Բիլ Քլինտոնի մականունն է, ուրեմն շատերը չգիտեն, այո, ինչ որ մանկությունից եկող մականունն է, որը ընկեր ներքին շրջապատում Բիլ Քլինտոնին Բուբա են ասում։ Արդյոք Պուտինը ունի այդ նկարները եւ ահա այստեղից պարզը դարձնում մի բան, թե ինչու են շատերը, ովքեր քիչ թե շատ գուցե ծանոթ են եղել այդ кейսին կամ որտեղից է եղել արտահոսքը, որ Պուտինը ունի կոմպրոմատ Թրամփի նկատմամբ։ Եվ ավելի հետաքրքիր բան ձեզ ասեմ, ստացվում է եւ ուրեմն ինչա պարզվում նաեւ այդ նամակներից, որ Մարկ Էփշտեյնը ինչ որ կոմպրոմատներ է մանեկել ուղակի փնտրել Թրամփի վրա, կամ ունեցել ոչ մեկ չգիտի։ Գուցե դա դավադրություններ ուղղակի նախապատրաստվում այս դեպքում։ Ես չգիտեմ, հիմա որ բացահայտվի այս ֆայլերը, արդեն ես հիմա ներկայացնում ինչու հետաքրքրություն։ Ես օրինակ չեմ հավատում, օրինակ Մարկ Էփշտեյնը ասաց, որ Բուբա ես նկատի չեմ ունեցել Բիլ Քլինտոնի հետ, որովհետեւ կապ չունի Բուբա անվանումը, բայց մյուս կողմից մենք գիտենք, որ այսինքն շատ է խոսվում այն մասին, եթե բոլորը ասում են, որ ամենաշատը, եթե այս ֆայլերը հրապարակվի, դա է ինտրիգ, դուժելու են Քլինտոնների ընտանիքը, որտեվ Քլինտոնը ինչ որ ասում են, այդպես շատ բուրըն կյանք է ունեցել նախագահության հետ նախագահական շրջանում Էփշտեյնների հետ կապված եւ այստեղ կարող է քրեական գործ անգամ հարուցվի Բիլ Քլինտոնի նկատմամբ, մենք չգիտենք, եթե մանկապարտության կամ այդպիսի դեպքերի հետ կամ Աստված գիտի ինչ, ընդ որում խոսում են ոչ միայն Բիլ Քլինտոնի, անգամ ասում են կարող է եւ Հիլարի Քլինտոնն էլ այդ ամենի մեջ խառնվի, ոչ մեկ չգիտի։ Հիմա ամբողջ պատմությունը սրանումն է, որ այս ամենահետաքրքիր հատվածն է։ Ուրեմն կարող է, ուրեմն ինչ է պարզվում նաև ինչեր պետք սա հրապարակել է շատ կարևոր։ Ուրեմն Ջեֆրի Էփշտեյնը փորձել է կապ հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որպեսզի վաճառի Թրամփի հետ կապված կոմպրոմատը ռուսներին, անգամ Մարիա Զախարովայի հետ է փորձել կապ հաստատել։ Ու ոչ մեկ չգիտի արդյոք նա ունի ունեցել է կոմպրոմատ եւ արդյոք ստացվել է թե ոչ։ Գնանք գովազդային դադարի, հետո եթե էլի բան կունենաք ավելացնելու թեմայի շուրջ։ Գովազդ։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com. Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։
Մեր տաղավարում Արմեն Չիբուխչյանն է, վերլուծություններ են եւ պիտի փորձենք շատ համառոտ շարունակել Էփշտեյնի այդ փաստաթղթերի հրապարակման մասին թեման։ Ինձ համար օրինակ պարզ տրամաբանությամբ, եթե Թրամփը հանգիստ խղճով ասում է, որ հրապարակում ենք փաստաթղթերը, պետք է ընդհանրել, որ այնտեղ իր նկատմամբ իրականում կոմպրոմատ չկա, ինչ որ ասում են ուրիշները, նույնիսկ հանրապետականները։ Իսկ օրինակ հանրապետական Տիկին Գրինը, որ ասում է, որ պետք չէ այդ փաստաթղթերը բացահայտել, կարելի է ընդհանրել, որ նրա նկատմամբ կան կոմպրոմատներ, մի տեսական հասկանալի է։ Տեսեք, հանրապետականները համարում են, որ ասեմ դեմոկրատների մասին։ Ես ես ասեմ, այո, այստեղ այնքան խառը պատմություն է, դեմոկրատները ոնց որ ասում է, այդ թեման պահեցին, իդեպ ասեմ ձեզ, նախընտրական արշավի իդեպ ասեմ ձեզ, հենց իր այն ծայրահեղ մագա այդ հիմքից որոշ մարդիկ հենց այս հարցը բարձրացրեցին Էփշտեյնի ֆայլերի, բռնեցին թեման եւ սկսեցին սուր տանել։ Որքան ես հասկանում եմ, հանրապետականները մտածում են, որ այնտեղ դեմոկրատների վրա ավելի մեծ կոմպրոմատներ կան։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Դեմոկրատներն էլ Աստված գիտի, եթե կա այդպիսի բան, եթե Քլինթոնների անուններն է շրջանառվում, Աստված գիտի դեմոկրատները ինչով են շահագրգռված։ Այսինքն, տեսեք ինչ իրավիճակ կարող է ստեղծված լինել, օրինակ, դեմոկրատները կարող է մտածած լինեն, որ քանի որ այնտեղ էլ կա հանրապետականների հետ կապված որոշ բաներ, իրենք թույլ չեն տա, որ դա բացահայտվի, հա։ Այսինքն մենք դա սարքենք քաղաքական թեմա պտտեինք, այնքան, մինչև ուրեմն բարական է, հա։ Հանրապետականներն ոնց որ վերցրեցին թեման, ասեցին ձեր վրա այնտեղ ավելի շատ կոմպրոմատ կա կոպիտ։ Այս տեսական վերլուծում։ Ես ուրիշ բացատրություն ես չեմ տեսնում, որտեղ որը մեկը չի կարող իմանալ կոնկրետ այնտեղ մեջի ինչ կա, բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա Թրամփի հետ կապված, դուք շատ կարևոր բան ասեցիք։ Այո, իսկ եթե այդպեսի բան կա, ինչու Թրամփը գնաց։ Ամբողջ կուսակցությունը համարում է, որ սա դեմոկրատները բռնել են թեման, եւ եթե դա չհրապարակվի, մինչև վերջ ամեն ինչում դեմոկրատները հաղթելու են սա դրոշակ սարքելով, այսինքն ստիպված պետք է դա հրապարակի։ Իսկ հիմա տեսեք, խոսքը տասնյակ ուշադրություն, տասնյակ հազարավոր էջերի մասին է, ընդհանուր մինչև 100,000։ Այսինքն ոչ մեկ չգիտի իրական ծավալը, տարբեր 80,000 ավել, հա եւ այլն։ Դե պատկերացրեք հիմա մարդիկ կամ, չգիտեմ, կպարզվի թող հրապարակեն դրանք, ասում են 10-ից մինչև 10,000-ից մինչև 100,000 խոսում են, թե ինչքան փաստաթուղթ է հրապարակվելու։ Հիմա դուք պատկերացրեք անգամ վերցնենք ամենափոքրը 10,000 էջ փաստաթուղթ, հա, մանր գրված, ուրեմն եւ այլն։ Հիմա ուրեմն նախ ինչու հիմա, որովհետև կա, ես հիմա ներկայացնում եմ ամերիկյան դաշտում պտտվող տեսակետները, ինձնից հիմա ոչ մի բան չեմ ասում, որովհետև հասկանում եք այստեղ բանը։ Հիմա տեսեք, խոսք կա սրա մասին, որ Թրամփը մտածում է, որ հիմա եթե անգամ ինչ-որ մի բան էլ կա մեջը, հիմա հրապարակվի, ուրեմն կխոսացվի բազմաթիվ իրադարձություններ Վենեսուելայի վրա հարձակում, չգիտեմ, կամ Վենեսուելայի հետ կապված տարբեր պատմություններ, այսպես կմոռացվի մինչև ընտրություններ, մի տարի հետո էլ ոչ մեկ չի հիշելու այդ Էփշտեյնի ֆայլերի մասին։ Երկրորդ տարբերակը, որ կարող է ամբողջական չհրապարակվի, չգիտենք ինչքանն է հրապարակվելու, ընտրովի։ Հաջորդ տարբերակը, ինչ որ մի դրվագի հետ կապված կարող է հարուցվել քրեական գործ, եւ այդ դեպքում այդ դրվագի հետ կապված ամեն ինչը իրավունք չի լինելու, այսինքն օրենքով իրավունք չեն ունենալու, իհարկե, հրապարակել։ Այնքան խառը պատմություն է, դրա համար տեսեք, հիմա հրապարակվեց, լրագրողները, մասնագետները գնալու են տեսնեն, ասենք կարող է ինչ-որ էջահանված մեջից, ու սենց մանրակրկիտ սկսեն կրծել, եւ այդ պատմությունը ինչքան կտևի, ում կվնասի, ինչ տեղի կունենա, արանքում պատկերացրեք մի հատ սկանդալ, ինչ-որ մի հատ դեմոկրատի վրով, հետո մի հատ հանրապետականի վրով, ու սա շատ հետաքրքիր է, ու բոլորը այսպես հիմա վերլուծում են, ասում են պարզ չի, ինչքան է հրապարակվելու, ինչքան ժամանակ է դա տևելու ուսումնասիրությունը, արդյոք ինչ-որ դրվագով կարող է պարզվի, որ քրեական գործ կա, այդ դրվագը չի հրապարակվի, եւ այլևս տարբերակներ ունի եւ Թրամփը, բայց հետո հետազոտողները պետք է նստեն ու նայեն, թե արդյոք հետո պատկերացրեք ինչ որ, ենթադրենք տեսականորեն sense մի օրինակ վերցեք, պատկերացրեք ինչ որ մի երկու էջ հանած է արանքից։ Դե եւ
ինչ որ մի ժամանակ հետո կարող է ինչ որ արտահոսք լինի, որ ինչ որ երկու էջ հանածա, դրա վրով նորից սկանդալ լինի եւ այսպես շարունակ։ Ուզում ասեմ, սա այնքան մութ պատմություն է Էփշտեյնի ֆայլերը, որ հրապարակ Տրամպ ասեց ցանցրալի փաստաթուղթ է, ինչ եք ուզում որ հրապարակեմ։ Հրապարակեք ասեց եւ այսպես շարունակ։ Իսկ ի հակառակ դրան պարոն Թրամփն այսօր հայտարարեց ավելի ճիշտ ինքն էլ զարմացավ 600 միլիարդի փոխարեն 1 տրիլիոնի ներդրման հայտարարությունը, որ արեց Սաուդյան Արաբիայի արքայազնը, Թագաժարանգը ներողություն այսօրվա հանդիպմանը։ Դուք հետևել եք այդ Crown Prince-ն ասում, դա Թագաժարանգն է երևի, այո։ Այո, ես ասուլիսը դիտեցի Սաուդյան Արաբիայի Թագաժարանգի հետ կապված, տեսեք, այստեղ ինձ թվում է այս իրավիճակում դա պայմանավորված, սա էլ Թրամփի ռեյտինգը բարձր, այս ֆայլերի ֆոնին եւ հատկապես նշեց աշխատատեղեր այդ ներդրումները բերելու են տարբեր բնակավարներում աշխատատեղեր։ Ինտրիգները շատ են այս Էփշտեյնի ֆայլում ու դրա համար հիմա Թրամփը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս իրավիճակից շեղի։ Իդեպ Գրինի բողոքը մենակ ֆայլերը չի, Գրինը լրիվ ուրիշ պատմություն է։ Ջորջիա նահանգը այդքան բարձր կենսամակարդակ չունի, Գրինը նաև այս իմաստով ինչով է պայքարում, ասում է, այսինքն տեսեք, Թրամփը կենտրոնացավ արտաքին քաղաքականության վրա, ի տարբերություն որ մենք ասում ենք այդ իզոլացիոնիզմը չի լինելու, այն որ այստեղ էլ հայերից շատերը ասում են, ոչ մեկին փող չենք տալու, մենք մենակ մեր ամերիկյան գործերով բացատրում ենք, ասում ենք, այդպես բան հնարավոր չի Ամերիկայի պարագայում, սա իմպերիա է, սա զենք է տալիս։ Փողը տալիս է։ Հա, չէ, ասածս ինչ է, եթե դու կորցնես իմպերիաները, երբ որ կորցնում են իրենց ազդեցությունը, պայմանական իմպերիա ենք ասենք, հա, կորցնում են իրենց ազդեցությունը աշխարհում, այդ իմպերիան կենսունակ չի դառնում, չես կարող մեկուսանալ։ Եվ Գրինը հենց այդ է ասում, չէ՞ որ դու խոստացել ես, պետք է ոչ մեկին փող չտայիր, գայիր ներքին խնդիրները, իսկ հիմա ինֆլյացիա է, մարդկանց չես կարող բացատրես, որ ապրանքները թանկ է։ Բայց փող է բերում օրինակ 1 տրիլիոն։ Հիմա եւ հենց այս իմաստով ասում ես Սաուդյան Արաբիայի Թագաժարանգի քայլը ենթադրում եմ ինչ որ պետք էր այս պահին աջակցություն հայտնել Թրամփին, ընդ որում նա ասեց, որ մենակ դրանով էլ չենք սահմանափակվելու, ընթացքում իրանք հետաքրքրված են չիպերի, կիսահաղորդիչների, AI-ի, արհեստական ինտելեկտի հետ կապված եւ F-35-եր դնելու, մոտ 48 F-35-ով դիմավորեցին տեսար, չէ՞։ Այո։ Բայց այստեղ կա մի նյուանս, քանի որ մեր հաղորդումը ավարտվում է, արագ սահմանափակեմ։ Որքան հասկանում եմ, այստեղ կա շատ մեծ ինտրիգ Իսրայելի հետ կա, գուցե եթե վաղը պարզ դառնա, այս հետաքրքիր կլինի։ F-35 տարածաշրջանում ունի միայն Իսրայելը։ ԱՄՆ-ն Իսրայելի հետ ունի պայմանավորվածություն, որ երբևիցե դաշինք են, երբևիցե որևէ շրջակա պետություն չպետք է ունենա այն ռազմական հնարավորություններն ու տեխնոլոգիական հնարավորությունները, ինչ Իսրայելը, այսինքն տանում է Աբրահամի համաձայնագրի։ Այո, այսինքն առնվազն 1-2 սերունդ ավել պետք է Իսրայելը ունենա, որպեսզի որևէ շրջակա երկիր վտանգ չներկայացնի Իսրայելի շահերին։ Եւ Թրամփը այստեղ հիմա տեսեք շատ այսպես լղոզված իրավիճակ է, որովհետև կարծես թե Պրինցը Թագաժարանգը ասեց, որ ինքը պատրաստ է, իրենք դիտարկում են Աբրահամյան համաձայնագրերը, բայց այստեղ գլխավոր խնդիրը երկու պետությունն է, որտեղ պետք է Իսրայելը համաձայնի։ Այս նյուանսը լավ, եթե բան կլինի, այո, վաղը մյուս օրը կշարունակենք, որտեղ այս հետաքրքիր թեմա է, կարծես թե ինչ որ կիսա համաձայնություն ունեն, ասենց ասեմ։ Մեծ տրված ժամանակը սահմանը փակ էր հարգելի հեռուստադիտողներ, այն ավարտվեց, ցտեսություն, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։